Տիկին Գյուլումյան, այս տարի ջահերով երթի խորագիրն է, Զարկ, երբ հալածում են քեզ, դուք ինչու եք որոշել մասնակցել այս պահանջատիրական քաղաքական ակցիային։ Ասեմ, որ առաջի տարին չի, որ որոշել եմ անկախ ինչպիսի խորագրով, միշտ էլ մասնակցել եմ այնքան, որքան կարողացել եմ, մինչև որ ձգել եմ։ Իհարկե երթի ընթացքում, իսկ ընդհանրապես խորհուրդը բոլորս գիտենք, ոգեկոչել հիշատակը, ցույց տալ մեր միասնությունը առաջին հերթին, հիմնականում այս նպատակն է։ Դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինչ պահանջ ունեք այդ հանցագործ երկրի, այսինքն Օսմանյան կայսրության իրավահաջորդին, որը Թուրքիայի Հանրապետությունն է, որը շղթում է հայոց ցեղասպանության փաստը եւ չի ընդունում այն եւ ներողություն չի խնդրում։ Ի վերջո ինչպես կառուցել այդ երկրի հետ հարաբերություններ, եթե նա նույնիսկ իրենց նախնիների արած սխալը չեն ընդունել։ Առաջին հերթին ճանաչում եւ հարգանք զոհերի հիշատակի նկատմամբ, որտեղ ճանաչումով հենց այդ հարգանքն է լինում զոհերի հիշատակի նկատմամբ, որոշակի աշխատանքներ կատարել, որտեղ ես համոզված եմ, որ այսօր թուրք հասարակության մեջ էլ կա բավականին մի մեծ խումբ, որը ընդունում է հավատում է, օրինակ հենց երեկ եղել էր Թաներ գրքի շնորհանդեսը Հայաստանում եւ նա մեկն է թուրք մտավորականներից, որը ընդունում է իր նախնիների թույլ տված սխալը եւ կարծում եմ, որ նորմալ աշխատելու դեպքում մենք կարող ենք հասնել որոշակի, այսպես ասած, ճանաչման եւ ակչամը միակը չի ինձ որում ասեմ ձեզ, որ երբ որ ժամանակին մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում էր Պերինչի կնդեմ Շվեյցարիայի գործը, որը վերաբերում էր թուրք շղթողականին, այդ գործով Թուրքիայի մարդու իրավունքների ֆեդերացիան ցանկություն էր հայտնել մասնակցելու, ընդ որում մասնակցելու եւ նույնպես պնդելու, որ եղել է հայերի ցեղասպանությունը եւ որ թուրքական կառավարությունը պետք է առերեսվի դրա հետ։ Տիկին Գյուլումյան, դուք շատ լավ տեղյակ եք ղեկավարության դիրքորոշումների հետ, որը վերջին տարիներին, ավելի ճիշտ 44-օրյա պատերազմից հետո կարող ենք վստահաբար ասել, որ փոխվել է արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանը, այսինքն ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ։ Նույնիսկ եղավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը մեկնաբանվեց այնպես, որ նա կասկածի տակ է դնում հայոց ցեղասպանությունը։ Այս դեպքում ինչ անենք, երբ կարծես թե մեզ փորձում են լռեցնել։ Գիտեք, եթե փորձը չլիներ մեզ լռեցնելու, երևի թե կասեի ես իմ չափով ինչքան պետք է մասնակցել եմ եւ միգուցե արդեն պետք է հանգստանամ։ Բայց հենց այդ փորձն է, որը կասեցնելու, կանխելու համար ես կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք փողոց, որպեսզի նաեւ մեր երկրի կառավարությանը համոզենք, որ դա ժողովրդի համոզմունքն է, որ դա ժողովրդի պահանջն է։ Եվ պետք չէ հրաժարվել այդ ամենը։ Եվ միանշանակ պետք չէ հրաժարվել։ Գիտեք ինչ, քանի որ հրաժարվելով մենք նաև բավականին, այսպես ասած, վատ դրության մեջ ենք դնում այն պետություններին, որոնք ճանաչել են, եւ առավել եւս այն պետություններին, որոնք նույնիսկ քրեական պատասխանատվություն են նախատեսել դրա շղթման համար։ Գոնե այդ հանգամանքը պետք է, որ որոշակի, այսպես ասած, արգելք հանդիսանա իշխանությունների համար նման դիրքորոշում չարտահայտելու համար։